Փետրվարի 25-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հարավ-արևելյան եւ արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիայի փորձեր։ Արցախի պաշտպանության բանակը երկու ուղղություններում էլ ժամանակին նկատել էր ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել նրանց։ Դիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել էր առնվազն 5 զոհ, նրանց մարմինները թողնելով Չեզոք գոտում։ Արցախի բանակը կորուստներ չի ունեցել։ Կատարվածից հետո Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց երկու տեսագրություն, որտեղ պարզ երևում է հակառակորդի հարձակումը, այնուհետ նահանջը եւ թողած դիակները։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանական կողմի գործողությունները գնահատում է որպես ահաբեկչական դրսևորում։ Կատարված ահաբեկչության, այսպես դրսևորում է, վառ դրսևորում, կատարված հապակառուցողական քաղաքականության դրսևորում է, որ Ադրբեջանը, որից Ադրբեջանը երկրից չի հրաժարվում։ Գնահատական կարելի է տալ նաև նա, որ մեր զինված ուժերը փայլուն կերպով հետ շփոթեցին թշնամու այսպես հատուկ ջոկատայինների փորձը, դիվերսիոն փորձը ներխուժել մեր սահմաններ եւ Ադրբեջանական կողմի հերթական ակտիվացումը Դավիթ Բաբայանի կարծիքով կապված չի ապրիլյան պատերազմի տարելիցի մոտենալու կամ առաջիկայում Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Նախ եւ առաջ այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բունեությունը, բայց ըստ Բաբայանի կան որոշակի հանգամանքներ, որոնք առիթ են հանդիսացել Ադրբեջանի կողմից նման հարձակումների համար։ Դավիթը եղել է այդ Խոջալոյի տարեդարձը ինքնացեղասպանությունը, որը իրենք կատարել է սեփական ժողովրդի նկատմամբ եւ փորձում է մեղքը բարձել մեզ վրա, ինչպես նաեւ Ադրբեջանում վերջերս այդ քաղաքական փոփոխությունները ընտանիքի անդամների Ալիևյան այդ իշխանության սեփականաշնորհումը դե յուրե բնական է, որ ժողովուրդը մի մասը դժգոհ է, լավ, ասենք թե նույնիսկ փոքր մասն է, բայց ուժային կառույցները արդեն ստեղ կարող են նայել Ալիևին որպես մի մարդու, որը թոլամորթ է, չի կարողանում նույնիսկ կնոջ այսպես կնկա հետ այսպես հարցերը կարգավորի նորմալ ձևով, իսկ սա վտանգավոր է բռնապետության համար։ Վերլուծաբանները եւ քաղաքագետները պարբերաբար խոսում են այն մասին, որ գարնանը հնարավոր է նոր պատերազմ վերսկսվի։ Դավիթ Բաբայանը կարծում է սակայն, որ պատերազմի մասին ժամկետները պարզապես շահարկվում են։ Երբ խոսում են ժամկետի մասին, արդեն պարզ է, որ հավանականությունը շահարկվում է։ Ուրեմն ինչ է, հակառակորդը պետք է կոնկրետ ժամ հայտարարի եւ ամիս կամ չգիտեմ ինչ-որ մի ժամանակաշրջան կոնկրետ օր, ժամ, ամիս, այդպիսի բան չի լինում։ Այստեղ ամենակարևորը հանկարծակիության այսպես կարևորությունն է, էֆեկտն է։ Եթե դա չկա, հարձակումը ուրեմն թուլանում է, դա հասկանալի եւ տրամաբանական։ Հավանականությունը իհարկե քիչ է, բայց այն միշտ էլ կա եւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Ինչքան մենք պատրաստ ենք, այնքան հավանականությունը քիչ է լինելու նման զարգացումների։ Եվ այն, որ նա բարբերաբար փորձում է մեր այսպես անվտանգության համակարգը եւ ստանում են համարժեք պատասխան, սա նաեւ այսպես խաղաղության պահպանման երաշխիքներից։ Նշենք, որ ադրբեջանական կողմի դիակները շարունակում են մնալ Չեզոք գոտում։ Ինչպես այսօր հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում Չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները, չմոռանալով հիշատակել, որ դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը, նոր պահանջներ առաջ քաշելով։ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն փետրվարի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է տեղի ունենար Չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը։ Սակայն 3 ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։ Անի Շաբոյան, ժամը եմ։